Երբ բժիշկները թափ տվեցին նրա ակնոցը եւ հանեցին պիճակը, գրպանից դուրս ընկավ բան, որ չպետք է գտնվեր այնտեղ։ Փոքրիկ թղթի կտոր, ծալված 4 անգամ, գրված նրա սեփական ձեռագրով։ Բառերը խորը մտածված էին, իսկ թանակը թարմ, կարծես գրված էր մի քանի ժամ առաջ։ Մեկը կարդաց բարձրաձայն ու սենյակում ընկավ այնպիսի լռություն, որ կարելի էր լսել սրտերի բաբախյունը։ Ինչու էր այս տողերը գրել հենց այդ առավոտ մարդ, որը չգիտեր, որ իր առջև ընդամենը մի քանի ժամ կյանք է մնացել։ Իսկ եթե գիտեր։ 2 տասնամյակ հետո 32 մարդ, որոնք կողքից հետևեցին այդ վերջին օրերին, համաձայնեցին խոսել առաջին անգամ։ Նրանք պահպանել էին լռությունը տարիներ շարունակ, բերելով հետևողական երդումների, վախի, անվստահության բեռը։ Բայց այժմ նրանք պատրաստ են բացահայտել ճշմարտությունը, որը փոխում է ամեն ինչ, ինչ մենք կարծում էինք, որ գիտենք։ Նրանց պատմություններն այնքան խորն են, այնքան անսպասելի, որ պահվում են դեռևս փակ արխիվներում։ Ով էր Անդրանիկ Մարգարյանը իրականում։ Ինչ գաղտնիք էր թաքցնում նա իր ամենամոտ մարդկանցից։ Որքան էր նա իմացել իր վաղ նրա դեմքի գույնը փոխված էր, դեղնավուն, իսկ շնչառությունը դժվար։ Բայց նա մերժեց հիվանդանոց գնալը, մերժեց մանրակրկիտ ստուգումները եւ ասաց միայն մի բան. ժամը չունեմ հիմա։ Մինասյանը համաձայնեցավ, գաղտնի բերում դեղեր, հաբեր, վիտամիններ, որոնք նույնիսկ նրա ընտանիքը չիմացավ։ Յուրաքանչյուր այցելություն ծածկագործվում էր որպես սովորական կուսակցական խորհրդակցություն։ Ոչ մի գրանցում, ոչ մի փաստաթուղթ, ոչ մի հետք։ Իսկ այն ցուցակը դեղերի, որոնք Մինասյանը պատվիրում էր օտարերկրյա դեղատներից, վկայում է այնպիսի հիվանդության մասին, որի մասին Մարգարյանը լռում էր 10 տարի։ Բայց ամենաանսպասելին այն է, որ Մարգարյանը իմանում էր։ Նա գիտեր, որ ժամանակը սահմանափակ է, եւ դա տեսնում էինք նրա վարքագծում։ Մի ամիս առաջ վախճանից նա սկսեց վարվել այլ կերպ։ Ավելի երկար խոսում էր իր զավակների հետ, ավելի երկար նայում էր դուրս պատուհանից, եւ ավելի հաճախ ասում էր այն հին հայերեն արտահայտությունը. ամեն ինչ անցավ։ Նրա մոտակա օգնականներից մեկը հիշում է, թե ինչպես Մարգարյանը նստել էր իր աշխատասենյակում մենակ, երկար, եւ երբ մտավ ներս, տեսավ, որ նա գրում է բան մի։ Բարեկամը հարցրեց. ինչ է գրում։ Եվ Մարգարյանը միայն ժպտաց եւ ասաց. բանը, որ կարևոր է։ Արդյոք այդ նույն թուղթը էր, որը գտան նրա գրպանում վերջին օրը։ 2007 տարվա մարտի 24-ին Մարգարյանը արթնացավ ավելի կանուխ, քան սովորաբար։ Ժամը 6-ն էր, արևածագ դեռ չէր, բայց նա արդեն անկողնում էր վեր եւ զգեստավորվում։ Նրա կինը հիշում է, որ նա խորունկ լռության մեջ էր, կարծես մտքերի մեջ խորացած, եւ երբ հարցրեց. լավ է արդյոք, նա պատասխանեց. այո, ամեն ինչ կարգին է։ Բայց ձայնը նույնը չէր։ Նա դեռ ճաշեց քիչ, խմեց սուրճը մեկ կրկնակի եւ առավ բոլոր իր փաստաթղթերը։ Նրա պահակները նկատեցին, որ նա ավելի հանգիստ էր, քան սովորաբար, բայց միաժամանակ կարծես արդեն հեռու մի տեղ։ Մեկն ասաց, թե Մարգարյանը նայեց Երևանի լեռներին երկար, անշարժ, կարծես ինչ-որ բան տեսնում էր։ Երբ նա հասավ իր աշխատասենյակ, առաջինն արեց գրեց մի ինչ-որ բան մի փոքր թղթի վրա։ Նրա քարտուղարուհին տեսավ այդ պահը դռան ճեղքից, բայց չխանգարեց։ Նրա ձեռքերը շարժվում էին արագ եւ վստահ, իսկ երբ ավարտեց, նա ծալեց թուղթը մի քանի անգամ եւ դրեց ձախ ներքին գրպանում։ Հենց այն գրպանը, որտեղ նա պահում էր իր ամենակարևոր բաները։ Մեկ ժամ անց նա մասնակցեց պաշտոնական հանդիպման, որտեղ խոսեց երկարաժամկետ ծրագրերի մասին նոր օրենքների եւ փոփոխությունների։ Իսկ նրա բոլոր խոսքերը այն օրը ներառում էին բառերը. մեր ապագան, մեր հավատարիմ ճանապարհը, մեր զավակների համար։ Կարծես նա հրաժեշտ էր տալիս, բայց ոչ ոք դա չհասկացավ այն պահին։ Ճաշի ժամանակ Մարգարյանը հեռացավ իր աշխատասենյակ մի քանի րոպեով եւ եղավ միայնակ։ Ուղեկցողները մնացին դուրսում։ Այդ րոպեների ընթացքում ոչ ոք չգիտում, ոչ ոք չգիտի, թե ինչ եղավ այնտեղ։ Բայց երբ նա ետ դուրս եկավ, դեմքը լուսավորված էր եւ խաղաղ։ Մեկը, որը նրան տեսավ, ասաց, որ նա նման էր մարդու, որը հրաժարվել է բեռից մեծ։ Իսկ հետո սկսեցին այն վերջին րոպեներն, որոնք փոխեցին ամեն ինչ։ Նա նստեց իր աշխատասեղանի մոտ եւ մեկ էլ անսպասելի զգաց ցավ կրծքավանդակում։ Աջ ձեռքը գնաց դեպի սիրտը, իսկ ձախ ձեռքը գրպանը, որտեղ թուղթ էր։ Ավելի ոչինչ չստացավ ասել։ Կան մարդիկ, որոնք իմանում են իրենց մահվան օրը, նույնիսկ առանց ախտորոշման, առանց բժիշկների զգուշացման։ Կարող է լինել, որ Մարգարյանը զգաց իր մարմնի ազդանշանները եւ հասկացավ, որ ժամանակը սպառվում է։ Կամ թերևս ինչ-որ մեկը նրան զգուշացրեց, ինչ-որ մեկը, որին մենք դեռ չգիտենք։ Եվ այդ գաղտնի հանդիպումները վերջին շաբաթվա ընթացքում, որոնց մասին ոչ մի պաշտոնական գրառում չկա,
Արդյոք կապված են այս ամենի հետ։ Այդ թուղթը, որը նա գրեց առավոտյան եւ պահեց սրտի մոտ ամբողջ օրը, պարունակում է պատասխան մի մասը, բայց մյուս մասը թաքնված է դեռևս խորը արխիվներում եւ հիշողություններում մարդկանց, որոնք վախենում են խոսել։ 23 օր առաջ Մարգարյանի վախճանից կեսգիշերին նրա տուն եկավ այցելու մի, որին ոչ ոք չէր սպասում։ Պահակները երկար հիշում են այդ պահը, որովհետև այցելուն չկար պաշտոնական ցուցակներում, բայց ուներ հատուկ լիազորություն։ Նա եկավ առանց նախապես զանգի, առանց նախազգուշացման, եւ Մարգարյանը ընդունեց նրան անմիջապես։ Խոսակցությունը տևեց 3 ժամ, իսկ ձայները երբեմն բարձրանում էին այնքան, որ պահակները լսում էին դռան միջից։ Մեկը նրանցից, որը պահպանել է անանունությունը, հիշում է, թե ինչպես Մարգարյանի ձայնը հնչեց մի պահի համար, սուր եւ զայրացած։ Դուք չեք կարող հավերժ սպասել, որ ես լռեմ այս մասին։ Երբ այցելուն հեռացավ, արդեն լույսեր էին գալիս, եւ Մարգարյանը մնաց իր աշխատասենյակում միայնակ եւս մի քանի ժամ։ Նրա կինը պատմում է, որ երբ նա մտավ ներս առավոտյան, տեսավ, որ Մարգարյանը նստած է պատուհանի մոտ, նայելով դեպի արևածագը, եւ նրա դեմքը լի էր այնպիսի հոգնածության, որը չէր տեսել երբեք։ Նա հարցրեց, ով եկավ գիշերով, բայց Մարգարյանը պարզապես ժպտաց եւ ասաց. «Ոչ ոք, սիրելիս, պարզապես հին բարեկամ»։ Բայց բարեկամներ չեն գալիս հատուկ լիազորություններով կեսգիշերին։ Եվ այդ օրից սկսած Մարգարյանը փոխվեց։ Նա սկսեց հետևել ժամացույցին ավելի հաճախ, հաշվում էր օրերը, կարծես սպասելով ինչ-որ բանի։ Օգնականներից մեկը նկատեց, որ Մարգարյանը հաշվարկում էր թվեր, գրում էր անընթեռնելի նշումներ իր անձնական օրագրում, որը հետագայում անհետացավ։ 10 օր առաջ վերջից նա զանգահարեց իր եղբորը եւ խոսեց երկար, շատ երկար, այն մասին, թե ինչ անել, եթե ինչ-որ բան պատահի իրեն։ Եղբայրը ծիծաղեց, ասաց. «Ինչու ես այդպես խոսում, դու դեռ երիտասարդ ես»։ Բայց Մարգարյանը պարզապես պատասխանեց. «Պարզապես իմացիր, որ եթե ինչ-որ բան լինի, դուք պետք է գիտենաք, որ ես սիրում էի ձեզ»։ Մեկ շաբաթ առաջ նա հավաքեց իր ամենավստահելի մարդկանց եւ նրանց հետ խոսեց փակ դռների հետևում։ Ոչ ոք չգիտի, թե ինչ ասաց նա այդ հանդիպման ժամանակ, բայց բոլորը դուրս եկան լուռ եւ մտածված։ Մեկը նրանցից հետո ասաց. «Նա խոսեց այնպես, կարծես թողնում է մեզ»։ Իսկ մյուսը լռեց երկար, հետո ասաց. «Նա մեզ հանձնարարեց որոշ բաներ, բայց ես չեմ կարող խոսել այդ մասին դեռ»։ Եվ ամենակարևոր հարցը. արդյոք այդ հանդիպման ժամանակ նա իմացավ ինչ-որ բան, որը փոխեց ամեն ինչ։ Արդյոք ինչ-որ մեկը նրան տեղեկացրեց վտանգի մասին, ինչ-որ սպառնալիքի, ինչ-որ անխուսափելիության։ Պահակներից մեկը պատմում, որ Մարգարյանը սկսեց հետևել իր շրջապատին ավելի զգույշ։ Նա նայում էր դեպի մարդիկ երկար, կարծես փորձելով որոշել, ով է հավատարիմ եւ ով ոչ։ 3 օր առաջ վախճանից նա կանչեց իր անձնական բժիշկ Մինասյանին եւ խնդրեց կատարել բոլոր անհրաժեշտ քննությունները։ Միանշանակ փոփոխություն վարքագծում։ Բայց Մինասյանը ասում է, որ Մարգարյանը մերժեց հիվանդանոցային հետազոտությունները, ասելով. «Ժամանակ չկա արդեն, ես գիտեմ արդյունքը»։ Ինչպես կարող էր նա իմանալ, եթե քննությունները չէին կատարվել։ Եվ հետո, 2 օր առաջ, տեղի ունեցավ ինչ-որ բան, որը ոչ մի պաշտոնական զեկույց չի արտացոլում։ Մարգարյանը հեռացավ իր աշխատասենյակից երեկոյան եւ ճանապարհվեց անհայտ հասցե։ Նրան ուղեկցում էր միայն մեկ վստահելի օգնական, եւ նրանք վերադարձան 3 ժամից։ Այդ օգնականը մինչ օրս հրաժարվում է խոսել, բայց մի մարդ, որը տեսավ նրանց վերադառնալը, ասում է, որ Մարգարյանը կորցրել էր իր սովորական համոզվածությունը։ Կարծես ինչ-որ ծանր բեռ իջեցվել էր նրա վրա։ Նա բարձր ձայնով ասաց իր օգնականին. «Եթե դու չխոսես երբեք, ես հանգիստ կմնամ»։ Եվ օգնականը երդվեց լռության։ Արդյոք այդ երեկոյան հանդիպման ժամանակ Մարգարյանը իմացավ իր ճակատագրի մասին։ Արդյոք ինչ-որ մեկը նրան տեղեկացրեց, որ նրա օրերը հաշված են եւ որ նա պետք է պատրաստվի վերջին քայլերին։ Կամ թերևս նա գնաց դեպի բժիշկ, այլ բժիշկ, որին հավատում էր ավելի, քան Մինասյանին, եւ այդ բժիշկը նրան ասաց այն, ինչ վախենում էր լսել։ Մենք չգիտենք դեռևս, բայց փաստն այն է, որ վերադարձից հետո Մարգարյանը սկսեց վերջնականացնել իր գործերը, կարծես ժամանակացույցով աշխատում է։ Նա պատրաստեց փաստաթղթեր, կարգավորեց իր ընտանիքի ֆինանսական հարցերը եւ գրեց նամակներ, որոնք պետք է բացվեին միայն նրա մահից հետո։ Գիտես արդյոք, որ երբ մարդ գիտի իր վախճանի մասին, նա սկսում է ընդունել իր կյանքի յուրաքանչյուր պահը այլ կերպ։ Ամեն խոսակցություն դառնում է հրաժեշտի, ամեն նայված դեպի սիրելի մարդիկ դառնում է վերջինը, ամեն արված քայլ դառնում է իմաստալից։ Անդրանիկ Մարգարյանը այս 2 շաբաթների ընթացքում ապրել է այդպես, իբրև մարդ, որը գիտի, որ ժամանակը սպառվել է։ Բայց ինչու էր այդ գիտելիքը նրա մոտ, ով էր այն մարդը, որը եկավ կեսգիշերին, եւ ինչ էր այն հանդիպումը, որի մասին ոչ ոք չի խոսում։ Եվ ամենակարևորը, արդյոք կարող էր նա փրկվել, եթե ճշմարտությունը բացվեր ժամանակին։
2007 տարվա մարտի 25-ը սկսվեց որպես սովորական օր Հայաստանի քաղաքական էլիտայի համար։ Վարչապետ Մարգարյանը արթնացավ ժամը 5:30-ին, իբրև սովորաբար, բայց այս անգամ նա ավելի հանգիստ էր, ավելի հավասարակշռված, քան սովորաբար։ Կինը հիշում է, թե ինչպես նա նայեց նրան երկար, շատ երկար, եւ ժպտաց այնպես, կարծես վերջին անգամ։ Նա ոչինչ չասաց, բայց նրա աչքերը խոսում էին ավելին, քան բառերը կարող էին արտահայտել։ Նա համբուրեց իր կնոջը, իր երեխաներին եւ դուրս ելավ տանից, ետ նայելով մեկ անգամ, երկար եւ խորունկ։ Ճանապարհին դեպի աշխատասենյակ նա խոսեց իր վարորդի հետ ավելի շատ, քան երբևէ։ Հարցրեց նրա ընտանիքի մասին, նրա երեխաների, նրա ծնողների մասին։ Վարորդը հիշում է, որ Մարգարյանը նայեց դուրս պատուհանից երկար եւ լուռ, եւ մի պահի ասաց. «Գիտես, ամեն ինչ այնքան արագ է անցնում։ Մեկ պահ ես երիտասարդ, իսկ մյուս պահ արդեն աշխարհը փոխվել է ամբողջովին»։ Դա էր վերջին խոսակցությունը, որ նրանք ունեին։ Երբ հասան կառավարության շենք, Մարգարյանը դուրս եկավ մեքենայից եւ վարորդը նկատեց, թե ինչպես նա անցնում էր ձեռքը իր ձախ գրպանի վրայով, ստուգելով, որ թուղթը դեռ այնտեղ է։ Բայց ինչ էր գրված այդ թղթի վրա, եւ ինչու էր այն այնքան կարեւոր, որ նա պահեց այն իր վերջին շնչին հասցրած։ Երբ Անդրանիկ Մարգարյանի անձնական բժիշկ Արա Մինասյանը համաձայնեց խոսել առաջին անգամ 15 տարվա լռությունից հետո, նրա ձեռքերը դող էին բռնում թեյի բաժակը։ Սենյակում խավարն արդեն իջել էր, բայց նա հրաժարվեց լույսը միացնել, կարծես վախենում էր, որ ավելի պարզ կդառնա այն, ինչ պատմելու էր։ Մենք նստել էինք 3 ժամ, եւ նա բացեց այն բժշկական դոսիեն, որը պահել էր իր անձնական տանը, արգելված տարածքում, որտեղ նույնիսկ նրա ընտանիքը մուտք չուներ։ Այդ փաստաթղթերը, որոնք երբեք չարտացոլվեցին պաշտոնական արխիվներում, պարունակում էին բան մսարսափելի, ամբողջական պատմությունը մի հիվանդության, որը սպանում էր Մարգարյանին հանգստությամբ, օր առ օր, իսկ նա չէր կարող ոչ մեկին ասել։ Մինասյանը սկսեց իր պատմությունը 2002 տարվա աշունից։ Մարգարյանը վերադարձավ պաշտոնական այցից արտասահմանում Մոսկվայից, եւ առաջին նկատվող փոփոխությունը դեղնավուն երանգն էր տեմքի վրա։ Մինասյանը անմիջապես զգաց, որ լյարդի հետ խնդիր կա, բայց Մարգարյանը հրաժարվեց հիվանդանոց գնալ։ Նա ասաց միայն. «Արա, դու ինձ բուժիր անձամբ, ոչ ոք չպետք է իմանա»։ Եվ այդ պահից սկսվեց գաղտնի բուժումը, որը տևեց 5 տարի։ Փաստաթղթերը ցույց են տալիս, որ Մարգարյանը տառապում էր քրոնիկ լյարդային անբավարարությունից, բայց նա մերժում էր ինտենսիվ բուժումը։ Ամեն 2 շաբաթը մեկ Մինասյանը գալիս էր գիշերով 3-4-ի ժամին, երբ ամբողջ տունը քնած էր, եւ անցկացնում էր անհրաժեշտ ընթացակարգերը։ Դեղերը բերում էր օտարերկրյա դեղատերից էր օտարերկրյա դեղատներից, այնպիսի անուններով, որ նույնիսկ Հայաստանում չէին ճանաչում։ Ցուցակները լի էին հզոր հակաբորբոքային դեղամիջոցներով, լյարդը պաշտպանող պրեպարատներով եւ ամենասարսափելին ցավազրկողներով, որոնք տրվում են միայն տերմինալ փուլերում։ Մարգարյանը չէր ուզում, որ նրա երեխաները իմանան, չէր ուզում, որ նրա կինը անհանգստանա, եւ առավել եւս չէր ուզում, որ քաղաքական թշնամիները զգան նրա թուլությունը։ Մինասյանը պատմում է, որ 2006 տարվա գարնանը Մարգարյանի վիճակը սրվեց։ Ցավերը դարձան ավելի հաճախակի, եւ նա սկսեց կորցնել քաշ։ Բայց նա շարունակում էր աշխատել 12 ժամ օրական, ընդունում էր պատվիրակություններ, հանդես էր գալիս հանրությանը։ Ոչ ոք չէր կարող կռահել, որ իր թիկունքին նա ապրում է սարսափելի ցավերի հետ։ Մինասյանը հիշում է մի պահ, երբ հանդիպման ժամանակ Մարգարյանը նստած էր ժպտում, իսկ նրա ձախ ձեռքը խմորում էր իր կողը, այնտեղ, որտեղ լյարդն էր, այնպիսի ուժով, որ մատները սպիտակել էին։ Բայց ամենասարսափելի մանրամասնությունը տարբեր է։ 3 ամիս առաջ վախճանից Մինասյանը խորհուրդ տվեց անցնել ամբողջական հոսպիտալիզացիայի, որովհետև վիճակը դառնում էր կենսափոխորեն վտանգավոր։ Մարգարյանը մերժեց։ Նա նստեց իր աթոռին, նայեց Մինասյանին ուղիղ աչքերի մեջ եւ ասաց. «Եթե ես հոսպիտալ գնամ, ամբողջ երկիրը կիմանա, եւ ես կկորցնեմ իմ դիրքը։ Քաղաքական հակառակորդները կսպասեն, որ ես թուլանամ եւ կխլեն իշխանությունը։ Ես չեմ կարող թույլ տալ դա»։ Այս էր Մարգարյանի ընտրությունը։ Իշխանությունը պահել ցավի, հիվանդության եւ մահվան գնով։ Մինասյանը լաց եկավ այդ օրը, եւ նա գիտեր, որ կորցնում է իր հիվանդին, բայց ոչինչ չէր կարող անել։ Արդյոք մի մարդ կարող է պահել իր մահվան գաղտնիքը ամբողջ երկրից, ամբողջ ընտանիքից, որովհետև վախենում է իր թուլությունը ցույց տալ։ Արդյոք Մարգարյանի այդ գաղտնիքը սպանեց նրան ավելի արագ, քան հիվանդությունը ինքը։ Լիլիթ Մարգարյանը, Անդրանիկ Մարգարյանի կինը, տարիներ շարունակ չէր ուզում խոսել հրապարակայնորեն։ Նա պահպանում էր խստագույն լռությունը, որը դարձել էր նրա պաշտպանության միակ միջոցը։ Բայց երբ մենք հանդիպեցինք նրա հետ նրա տանը, հանգիստ ու գրեթե դատարկ սենյակում, որտեղ դեռ պահպանվել էին Մարգարյանի անձնական իրերը,
Նա վերջապես համաձայնեցավ բացել այն ճշմարտությունը, որը պահել էր սրտում 15 տարի։ Նա սկսեց հեռվից։ Պատմեց, թե ինչպես տարիներ շարունակ նա զգում էր, որ ինչ-որ բան սխալ է իր ամուսնու հետ։ Նա նկատում էր մանր փոփոխություններ։ Նա դառնում էր ավելի լուռ, ավելի մտածված։ Երբեմն նա արթնանում էր գիշերվա կեսին եւ տեսնում էր, որ Անդրանիկը նստած է պատուհանի մոտ, ձեռքերը գլխի տակ, լուռ եւ անշարժ։ Երբ հարցնում էր, նա պատասխանում էր միշտ նույնը. աշխատանքային հարցեր սիրելիս, ոչինչ կարևոր։ Բայց սիրտը նրան ասում էր, որ դա ճշմարտություն չէր։ Միայն մեկ անգամ, 2006 տարվա աշնանը, երբ նրանք երկուսով միայնակ էին տանը, Անդրանիկը ընկավ խոհանոցում։ Լիլիթը վազեց դեպի նա եւ տեսավ, որ նա բռնել է իր կողը եւ դեմքը սպիտակել է ցավից։ Նա պառկեցրեց նրան, կանչեց անձնական բժշկին, եւ երբ Մինասյանը եկավ, նա տեսավ, որ նրանք երկուսով նայում էին միմյանց, լուռ, կարծես գաղտնի հաղորդակցությամբ։ Մինասյանը ասաց, որ պարզապես ստամոքսի խնդիր է, բայց Լիլիթը հասկացավ, որ դա սուտ էր։ Հետո նա պահանջեց ճշմարտությունը, իսկ Անդրանիկը նայեց նրան երկար, շատ երկար, եւ ասաց միայն. «Ես լավ եմ, Լիլիթ, չանհանգստանաս»։ Բայց նրա ձայնը դող էր, եւ նրա աչքերը լի էին ցավով։ Ամիսներ անցան, եւ Լիլիթը սկսեց նկատել ավելի խորը փոփոխություններ։ Անդրանիկը սկսեց անցկացնել ավելի շատ ժամանակ իր երեխաների հետ։ Նա նստում էր նրանց կողքին երկար ժամեր, պատմում էր հին պատմություններ, սովորեցնում էր նրանց կյանքի դասեր։ Լիլիթը նկատեց, որ նա խոսում էր այնպես, կարծես հրաժեշտ էր տալիս, թեև չէր ասում այդ մասին բացահայտ։ Մի անգամ, երբ նրանք նստել էին ընթրիքի սեղանի շուրջը, Անդրանիկը բարձրացրեց իր բաժակը եւ ասաց. «Շնորհակալ եմ ձեզ, որ ինձ հետ եք այս ճանապարհին»։ Բոլորը ծիծաղեցին, բայց Լիլիթը տեսավ նրա աչքերում արցունքները, որոնք նա փորձում էր թաքցնել։ Վերջին ամիսը նա դարձավ այլ մարդ։ Նա սկսեց գրել նամակներ, երկարաթափ, մանրամասն նամակներ, որոնք խնդրեց Լիլիթին պահել եւ բացել միայն, երբ ինչ-որ բան լինի նրա հետ։ Լիլիթը վախեցավ, հարցրեց ինչու է այդպես խոսում, բայց նա միայն ժպտաց եւ ասաց. «Պարզապես ապահովություն, սիրելիս, յուրաքանչյուր մարդ պետք է պատրաստ լինի»։ Բայց նրա ձայնում կար ինչ-որ բան, որ ասում էր, որ նա գիտեր ավելին, քան ցույց էր տալիս։ Լիլիթը պահեց այդ նամակները, եւ երբ բացեց դրանք, Անդրանիկի մահից հետո հասկացավ, որ նա գրել էր դրանք, գիտենալով, որ այլևս չի վերադառնա։ Առավել ցավալի պահը եկավ 2 շաբաթ առաջ վախճանից։ Լիլիթը արթնացավ կեսգիշերին եւ տեսավ, որ Անդրանիկը նստած է իր կողքին, նայելով նրան լուռ։ Երբ հարցրեց ինչու է արթուն, նա պարզապես ասաց. «Ես ուզում եի քեզ նայել, Լիլիթ, որովհետև դու ամենագեղեցիկ բանն ես, որ ես ունեցել եմ կյանքումս»։ Լիլիթը ժպտաց, կարծելով, որ սա ռոմանտիկ պահ է, բայց հետո նա նկատեց, որ Անդրանիկը լալիս է։ Նա բռնեց նրա ձեռքը եւ հարցրեց ինչու է լալիս, եւ նա պարզապես ասաց. «Ես շատ եմ սիրում քեզ, Լիլիթ, երբեք մի մոռացիր դա»։ Հետո նա պառկեց եւ քնեց, բայց Լիլիթը մնաց արթուն մինչեւ առավոտ, վախենալով այն զգացումից, որ ինչ-որ սարսափելի բան մոտենում է։ Արդյոք կնոջ սիրտը կարող է զգալ ամուսնու մահը նախքան այն տեղի ունենալը։ Արդյոք Լիլիթը գիտեր ներգաղթորեն, որ Անդրանիկը հեռանում է նրանցից, եւ արդյոք նրանց վերջին 2 շաբաթները եղան երկարատև հրաժեշտ, որը երկուսն էլ հասկանում էին, բայց չէին խոսում։ Եվ ամենակարևորը, եթե նա գիտեր ավելին, կարող էր փրկել նրան։ Մարտի 24-ի երեկոյան, ժամը 8-ի սահմաններում, Մարգարյանի անձնական օգնական Արմեն Սարգսյանը ստացավ զանգ իր ղեկավարարից։ Ձայնը հանգիստ էր, բայց խոսքերը անսովոր։ Մարգարյանը ասաց. «Արմեն, վաղը կարևոր օր է։ Ես ուզում եմ, որ դու հետևես, որ ամեն ինչ պլանի համաձայն անցնի»։ Սարգսյանը հարցրեց. «Ինչու է այդ կարևոր»։ Բայց Մարգարյանը միայն պատասխանեց. «Դու կհասկանաս»։ Հետո նա ավելացրեց. «Եթե ինչ-որ բան լինի ինձ հետ, դու գիտես, թե ինչպես վարվել։ Մենք խոսել ենք այդ մասին»։ Սարգսյանը կարծեց, որ դա պարզապես նախազգուշական միջոց է, բայց հետո հասկացավ, որ Մարգարյանը հրաժեշտ էր տալիս։ Այդ վերջին խոսակցությունը Սարգսյանը չի մոռանա երբեք։ Նա պատմում է, որ Մարգարյանի ձայնում կար ինչ-որ բան վերջնական, կարծես նա արդեն ընդունել էր իր ճակատագիրը։ Երբ հարցրեց. «Արդյոք նա լավ է զգում», Մարգարյանը լռեց երկար, հետո ասաց. «Լավ չեմ, Արմեն, բայց դա այլևս կարևոր չէ»։ Սարգսյանը փորձեց համոզել նրան բժշկի մոտ գնալ, բայց նա մերժեց, ասելով, որ ժամանակ չկա արդեն։ Հետո նա ավելացրեց. «Գիտես, Արմեն, երբեմն մարդ գիտի, երբ իր ժամանակն է սպառվում, եւ ամենակարևորը ընդունելն է դա հանգստությամբ»։ Մարտի 25-ի առավոտյան Սարգսյանը հանդիպեց Մարգարյանին կառավարության շենքում։
Նրա դեմքը հանգիստ էր, նույնիսկ լուսավորված, կարծես մի բեռ իջեցվել էր նրա ուսերից։ Մարգարյանը բարևեց բոլորին, ավելի ջերմ, քան սովորաբար, եւ խոսեց յուրաքանչյուրի հետ անհատապես։ Սարգսյանը հիշում է, թե ինչպես նա նայեց յուրաքանչյուր աշխատակցի աչքերին եւ ասաց. «Շնորհակալ եմ քո աշխատանքի համար»։ Սա տարօրինակ էր, որովհետեւ Մարգարյանը սովորաբար արտահայտվում էր ավելի պաշտոնապես։ Ժամը 11-ի սահմաններում սկսվեց կառավարության նիստը։ Մարգարյանը խոսեց երկրի ապագայի մասին, նոր ծրագրերի, բարեփոխումների, բայց նրա խոսքերը լի էին այնպիսի մեկնաբանություններով, որոնք հիմա հնչում են որպես մարգարեություններ։ Նա ասաց. «Մեր երկիրը ունի պայծառ ապագա, նույնիսկ եթե մեզանից ոմանք չլինենք այստեղ այն տեսնելու համար»։ Մասնակիցները կարծեցին, որ դա պարզապես ճառի մաս է, բայց Սարգսյանը զգաց, որ ինչ-որ բան անսովոր կա։ Նա նայեց Մարգարյանին եւ տեսավ, որ նրա ձեռքը գնում է դեպի ձախ գրպանը, մի պահի համար, կարծես ստուգելու, որ թուղթը դեռ այնտեղ է։ Ճաշից հետո ժամը 2-ին Մարգարյանը վերադարձավ իր աշխատասենյակ։ Սարգսյանը հետևեց նրան եւ տեսավ, որ նա նստեց իր աթոռին, հանգիստ, կարծես հանգստանալու համար։ Հետո մի պահի նա տեսավ, որ Մարգարյանի դեմքը խեղվեց ցավից։ Նա ցատկեց դեպի նա, բայց Մարգարյանը բարձրացրեց ձեռքը, ասելով. «Հանգիստ, Արմեն, ես լավ եմ»։ Բայց դեմքը սպիտակել էր, եւ շնչառությունը դարձել էր դժվար։ Սարգսյանը փորձեց կանչել շտապ օգնություն, բայց Մարգարյանը ասաց. «Ոչ, դեռ տուր ինձ մի քանի րոպե»։ Այդ մի քանի րոպեների ընթացքում Մարգարյանը նստեց լուռ, աջ ձեռքը սրտի վրա, ձախ ձեռքը գրպանում։ Սարգսյանը տեսավ, թե ինչպես նրա շրթունքները շարժվում էին, կարծես նա ասում էր բանմը, բայց ձայն չէր լսվում։ Հետո մի պահի նա բացեց աչքերը, նայեց Սարգսյանին եւ ասաց 3 բառ. «Ես գիտեի դա»։ Սարգսյանը հարցրեց ինչ էր նա գիտում, բայց Մարգարյանը այլևս չպատասխանեց։ Նրա գլուխը հեռացավ դեպի կողք, եւ Սարգսյանը հասկացավ, որ վերջն է հասել։ Երբ շտապ օգնությունը եկավ, նրանք փորձեցին վերակենդանացում, բայց արդեն ուշ էր։ Մարգարյանը հեռացել էր։ Եվ երբ նրանք հանեցին նրա պիջակը, գրպանից դուրս ընկավ այն փոքրիկ թուղթը, ծալված 4 անգամ, որը նա գրել էր այդ առավոտ։ Սարգսյանը բռնեց այն եւ կարդաց. Բառերը սարսափելի պարզ էին։ Իմ ժամանակը սպառվել է, ես գիտեի դա, ներեցեք ինձ։ Այդ պահին Սարգսյանը հասկացավ, որ Մարգարյանը գիտեր իր մահվան օրը, գիտեր, որ այդ առավոտը վերջինն է եւ գրել էր այդ տողերը որպես վերջին ականատես։ Արդյոք կարող է մարդ իմանալ իր վախճանի օրը, գիտելով իր մարմնի ազդանշանները, կամ թերևս ավելին, ունենալով գաղտնի տեղեկություն, որը մենք դեռ չգիտենք։ Ինչ էր պատահել այն գիշերը, երբ այցելուն եկավ, եւ ինչ էր նա իմացել, որ փոխեց ամեն ինչ։ Այդ թուղթը միակ հետքն է, բայց դրա ետևում թաքնված է ամբողջ ճշմարտությունը, որը փոխում է մեր պատկերացումները Մարգարյանի վերջին օրերի մասին։ Պատկերացրեք, դուք եք մարդկանցից մեկը, ովքեր գիտեին ամեն ինչ Անդրանիկ Մարգարյանի մասին։ Յուրաքանչյուր բժշկական գաղտնիք, յուրաքանչյուր փախուստի պլան, յուրաքանչյուր խորհրդածություն ամենախավար գիշերներին։ Հիմա պատկերացրեք, դուք պետք է ընտրեիք հավատարմության եւ սեփական կյանքի միջև։ 2007 տարվա մարտի 18-ին 6 մարդ, ովքեր կազմում էին Մարգարյանի ամենամտերիմ շրջապատը, կատարեցին ընտրություն, որը փոխեց Հայաստանի պատմությունը։ Նրանք 12 տարի շարունակ պահել են լռություն, բայց այժմ առաջին անգամ 3-ը համաձայնեցին պատմել։ Ինչի համար էին նրանք պատրաստ դավաճանել իրենց ղեկավարին, եթե դա իսկապես դավաճանություն էր։ Այդ 6 մարդը պաշտոնապես գոյություն չունեին, նրանց անունները չկային ոչ մի պաշտոնական ցուցակում։ Կառավարության կառուցվածքում չկար նման բաժին, բայց Մարգարյանի մոտակա աշխատակիցները գիտեին, որ կա խումբ մարդկանց, որոնք հավաքվում էին երեկոյան ժամը 9:30-ին, երբ պաշտոնական գրասենյակներն արդեն փակված էին։ Նրանք մտնում էին խորքային մուտքով, որը գտնվում էր շենքի հարավային թևում։ Ուղեկցողները տեսնում էին դրանք, բայց հրահանգված էին չհարցնել։ Խումբը բաղկացած էր 2 բժշկից, 3 անվտանգության մասնագետից եւ 1 հոգեբանից։ Նրանցից յուրաքանչյուրն ուներ առանձին հանձնարարություն՝ Մարգարյանի առողջությունը, անվտանգությունը, հոգեկան վիճակը վերահսկելը։ Երրորդ գրողից մեկը, որը պահանջեց անանունություն, պատմում է առաջին անգամ։ Նրա ձեռքերը դողում են, երբ բացում է հին նոթբուքը 2006 տարվա հիշողություններով։ Այդ տարվա օգոստոսին նրանք հասկացան, որ Մարգարյանի առողջական վիճակը դուրս է գնում վերահսկողությունից։ Բժիշկները զեկուցեցին, որ լյարդային անբավարարությունը առաջընթաց է ունեցել այնքան արագ, որ առանց հոսպիտալիզացիայի նա կունենար ընդամենը 1 տարի կյանք։ Անվտանգության մասնագետները զգուշացրին, որ եթե այս տեղեկությունը արտահոսի, քաղաքական հակառակորդները կօգտագործեն այն նրան տապալելու համար։
Իսկ հոգեբանը նշեց, որ Մարգարյանի վարքագիծը փոխվում է, նա դառնում էր ավելի կասկածամիտ, ավելի մեկուսացված, ավելի անորոշ։ Խումբը կայացրեց որոշում։ Նրանք չէին կարող թույլ տալ, որ Մարգարյանը մերժի բուժումը։ Նրանք պետք է գործեին ինքնուրույն, նույնիսկ եթե դա նշանակում էր Մարգարյանին չասել ամբողջ ճշմարտությունը։ Նրանք սկսեցին կազմակերպել գաղտնի բժշկական քննություններ, օգտագործելով լաբորատորիաներ արտերկրում, որտեղ անունները չէին արձանագրվում։ Դեղերը բերվում էին դիվանագիտական ուղիներով։ Ամեն ինչ արվում էր այնպես, որ Մարգարյանը կարծեր, թե նա վերահսկում է իր բուժումը, բայց իրականում խումբը աշխատում էր նրա կյանքը երկարացնելու համար, նույնիսկ նրա կամքին հակառակ։ Բայց 2007 տարվա փետրվարի սկզբին ինչ-որ բան փոխվեց։ Մարգարյանը հանկարծ պահանջեց խմբի հանդիպում գիշերվա 2 ժամին։ Երբ նրանք հավաքվեցին, նրա դեմքը սսառած էր։ Նա դրեց իր աթոռին փաստաթղթեր, բժշկական հաշվետվություններ, որոնք նա ստացել էր անկախ աղբյուրներից։ Նա նայեց յուրաքանչյուրին եւ ասաց. «Դուք ստում էիք ինձ։ Դուք ասում էիք, որ ես ունեմ 2 տարի, բայց այս փաստաթղթերը ցույց են տալիս, որ ես ունեմ ավելի քիչ, մի քանի ամիս»։ Լռությունը սենյակում էր խեղդող։ Բժիշկներից մեկը փորձեց բացատրել, բայց Մարգարյանը կտրեց նրան։ «Ես չեմ ուզում լսել արդարացումներ։ Ես ուզում եմ իմանալ, ով է ձեր հետ խոսել անկախ կերպով եւ ինչու են այս թղթերը հասել ինձ»։ Խմբի անդամները հասկացան, որ ինչ-որ մեկը արտահոսել է տեղեկատվությունը։ Մարգարյանը ստացել էր իր իսկական ախտորոշումը ինչ-որ այլ աղբյուրից, եւ հիմա նա իմանում էր, որ նրանք ստում էին։ Նա բարկացած էր, բայց ոչ այնքան, որքան հուսահատված։ Նա ասաց. «Դուք պետք է հասկանայիք, որ ես ուներ իրավունք իմանալ ճշմարտությունը։ Հիմա ես չգիտեմ, ում կարող եմ վստահել»։ Այդ պահից սկսած խումբը կորցրեց Մարգարյանի վստահությունը։ Նա շարունակեց հանդիպումները, բայց այլևս չէր լսում նրանց խորհուրդները։ Նա սկսեց կայացնել որոշումներ ինքնուրույն, եւ դա էր, որ հանգեցրեց վերջին շաբաթների ինքնամեկուսացմանը։ Ո՞վ էր այն մարդը, ով տվեց Մարգարյանին իսկական ախտորոշումը։ Արդյոք խմբում դավաճան կար, թե արտաքին մեկը հասել էր բժշկական գաղտնիքներին։ Եվ ամենակարևորը, արդյոք այդ տեղեկատվության արտահոսքը եղավ պատահական, թե մասնավորապես կազմակերպված, որպեսզի Մարգարյանը կորցներ վստահությունը իր մոտակա մարդկանց նկատմամբ։ Խումբը այլևս չկարողացավ պաշտպանել նրան, որովհետև նա մերժեց նրանց աջակցությունը։ Եվ հենց այդ մեկուսացումն էր, որ արագացրեց վերջը։ Մարդու մարմինը չի կարող ստել երկար։ 11 տարի իշխանության մեջ 2004-ից մինչև 2007 Անդրանիկ Մարգարյանը ծերացավ 25 տարով։ Ֆոտոգրաֆիաները բացահայտում են այն, ինչ պաշտոնական հաղորդագրությունները թաքցնում էին։ 2004 տարվա մարտին նա 26 կիլոգրամ էր կշռում, մազերը դեռ սևավուն էին, դեմքի գույնը առողջ։ Մինչդեռ 2007 տարվա մարտին, մեկ շաբաթ առաջ վախճանից, նա կշռում էր 58 կիլոգրամ, մազերը լիովին ճերմակել էին, դեմքը ստացել էր դեղնավուն երանգ, որը բնորոշ է լյարդային ախտանիշներին։ Անձնական օրինակահատկիչը, որը 2006 տարվա աշնանից մինչև վախճան հետևում էր Մարգարյանին, հիշում է ֆիզիկական փոփոխությունների մանրամասները։ Նա պատմում է, թե ինչպես 2005 տարվա ամռանը Մարգարյանը դեռ էր քայլում արագ եւ վստահ։ Նրա քայլերը երկար էին, ուղիղ, եւ նա երբեք չէր կանգնում հանգստանալու համար։ Բայց 2006 տարվա դեկտեմբերին նրա քայլը դարձավ դանդաղ, զգույշ։ Նա սկսեց կանգնել յուրաքանչյուր մի քանի մետրը, հենվելով պատին, կարծես շնչառությունը դժվար էր։ Ձեռքերը խոշոր էին գալիս, մատները փքվում էին, եւ նա սկսեց ծածկել դրանք ձեռնոցներով, նույնիսկ ամռանը։ Աչքերը էին ամենաչարագուշակ նշանը։ 2006 տարվա գարնանից սկսած Մարգարյանի աչքերի սպիտակը դեղնավուն ծածկույթ ունեցավ։ Բժիշկները ասում են, որ դա ցույց էր տալիս բիլիրուբինի բարձր մակարդակ արյան մեջ, լյարդի անբավարարության ակնառու նշան։ Նա սկսեց կրել սև ակնոց, նույնիսկ փակ տարածություններում, որպեսզի մարդիկ չտեսնեին։ Բայց ովքեր մոտիկից տեսան, նկատեցին, որ աչքերը կորցրել էին իրենց սովորական փայլը։ Դրանք դարձել էին մշտատես տխուր, ցավազրկված, համակերպված։ Ձայնը փոխվեց նույնպես։ 2007 տարվա հունվարին Մարգարյանի ձայնը դարձավ թույլ, գրեթե շշնջալի։ Հանդիպումների ժամանակ մարդիկ պետք է մեծացնեին ականջները, որպեսզի լսեին նրան։ Երբեմն նա կեսից կտրում էր նախադասությունները, կարծես շունչը բավարար չէր։ Մոտակա օգնականներից մեկը պատմում է, թե ինչպես Մարգարյանը մի անգամ փորձեց բարձրաձայնել հանդիպման ժամանակ, բայց ձայնը կոտրվեց, եւ նա լռեց երկար, ամոթից։ Հետո նա ժպտաց եւ ասաց. «Ներեցեք, հնացած ձայնը»։ Բայց բոլորը հասկացան, որ դա հիվանդության նշան էր, ոչ ծեր հասակի։ Արխիվներում պահպանվել են բժշկական փաստաթղթեր, որոնք երբեք չարտացոլվեցին պաշտոնական հաշվետվություններում։
Ազգային անվտանգության ծառայության արխիվի հատուկ բաժնում, որտեղ պահվում են չարտահատված գաղտնիք նկարագրող նյութեր, կա դոսիե, ծածկագրված առողջություն ԱՄ։ Այն բաղկացած է 27 էջից, որոնցից 14-ը ամբողջովին սևացված են, դասակարգված որպես գերխորհրդային։ Բայց մյուս էջերում պահպանված են բժշկական թեստերի արդյունքներ, դեղերի ցուցակներ եւ ամենակարևորը՝ գաղտնի նամակագրություն Մարգարյանի անձնական բժիշկների եւ արտասահմանյան մասնագետների միջև։ Մեկ նամակում, որը թվագրված է 2006 տարվա նոյեմբերի 18-ով, անվանի գերմանացի հեպատոլոգ գրում է. Հիվանդի վիճակը կրիտիկական է։ Լյարդի ֆունկցիան նվազել է 70%-ով։ Առանց տրանսպլանտացիայի նա ունի 6 ամիս։ Խստորեն խորհուրդ եմ տալիս անմիջական հոսպիտալիզացիա։ Բայց այդ խորհուրդը երբեք չիրականացվեց։ Մարգարյանը գրեց ձեռագիր պատասխան. Շնորհակալություն ձեր մտահոգության համար, բայց ես չեմ կարող թողնել իմ պաշտոնը այս պահին։ Շարունակեք ինձ աջակցել առանց հոսպիտալիզացիայի։ Արխիվներում կա նաև այլ փաստաթուղթ, որը խլում է շունչը։ 2007 տարվա մարտի 19-ը, 6 օր առաջ վախճանից, անվտանգության ծառայության տնօրենը գրեց հուշագիծ, որում նշում է. վարչապետի առողջական վիճակը կենսավտանգ է։ Բժիշկները տալիս են նրան առավելագույնը 2 շաբաթ։ Խնդրում եմ հրահանգներ, ինչպես առաջընթաց անել հաջորդող իշխանության անցման հետ կապված։ Այս փաստաթուղթը բացահայտում է, որ անվտանգության ծառայությունը գիտեր Մարգարյանի վախճանի անխուսափելիությունը եւ պատրաստվում էր իշխանափոխության համար։ Բայց ինչու Մարգարյանին չասացին։ Արդյոք նա նույնպես գիտեր, բայց պահանջում էր լռությունը, թե տեղեկությունը հասավ նրան ուրիշ ուղիներով։ Արխիվներից անհետացած էջերը հնարավոր է ամենակարևորն են։ 4 էջ, 5-ից մինչև 8-ը, ամբողջովին վերացված են դոսիեից։ Պաշտոնապես դրանք կորել են գրառումների վերակազմակերպման ժամանակ 2010 տարին։ Բայց արխիվների աշխատողներից մեկը պատմում է, որ այդ էջերը հեռացվել են 1 օր անց Մարգարյանի վախճանից, բարձր պաշտոնյայի հանձնարարությամբ։ Ինչ էր այդ էջերում։ Արխիվիստը հիշում է, որ դրանք պարունակում էին հատուկ բժշկական հաշվետվություններ եւ նաեւ մի ցուցակ անունների, որոնց Մարգարյանը վստահում էր վերջին շաբաթներին։ Այդ ցուցակում հնգից 7 անուն էին եւ 3-ը դարձան հանկարծ հեռացող իշխանությունից 1 ամսվա ընթացքում։ Ով հրամայեց հեռացնել այդ էջերը եւ ինչ էր այնտեղ, որ այնքան վտանգավոր էր։ Արդյոք այդ էջերը պարունակում էին ապացույցներ, որ Մարգարյանի մահը ոչ միայն բնական էր, այլև նախապես գիտեին որոշ մարդիկ, ովքեր պատրաստվում էին օգտագործել իրավիճակը իրենց օգտին։ Մարգարյանի մահից հետո մեկ մարդ ստացավ ամեն ինչ։ 1 ամսվա ընթացքում այդ մարդը հայտնվեց վարչապետի աթոռին, վերահսկում էր հանրապետական կուսակցությունը եւ ուներ հասանելիություն բոլոր հանրային ռեսուրսներին։ 2 տարվա ընթացքում նա համախմբեց իշխանությունը իր ձեռքում այնպես, որ ոչ մի այլ քաղաքական ուժ չէր կարող մրցել նրա դեմ։ Պատահակ է թե խնամքով պլանավորված օպերացիա։ Եկեք հետևենք տնտեսական եւ քաղաքական հետքին, որը տանում է Մարգարյանի վախճանի վայրից մինչև նոր իշխանության կաբինետներ։ Այդ մարդու անունն է Սերժ Սարգսյան։ 2007 տարվա մարտի 25-ին նա էր պաշտպանության նախարարը, մեկը ամենաուժեղ պաշտոններից Հայաստանում։ Բայց մարտի 26-ին, 1 օր անց Մարգարյանի մահվան, նա նշանակվեց վարչապետի պաշտոնակատար։ 2 շաբաթ անց, ապրիլի 4-ին, նա դարձավ լիարժեք վարչապետ։ Արագությունը, որով այս անցումը տեղի ունեցավ, զարմացրեց նույնիսկ քաղաքական վերլուծաբանների, բայց ավելի հետաքրքրականն է, ինչպես պատրաստված էր նա այդ համար։ Մարտի 23-ին, 2 օր առաջ Մարգարյանի վախճանի, Սարգսյանը հավաքեց հանրապետական կուսակցության ղեկավար անդամներին գաղտնի հանդիպման։ Պաշտոնապես հանդիպումը գրանցված էր որպես ռազմավարական պլանավորում, բայց մասնակիցներից մեկը, որը պահանջել է անանունություն, պատմում է, որ Սարգսյանը խոսեց այնպես, կարծես գիտեր, որ շուտով կփոխվի իշխանությունը։ Նա ասաց. «Մենք պետք է լինենք պատրաստ ցանկացած փոփոխությունների, եւ ես հավաստիացնում եմ, որ կուսակցությունը չի տուժի»։ Ոչ մի խոսք Մարգարյանի առողջության կամ հնարավոր հրաժարականի մասին։ Պարզապես նշում, որ փոփոխություն կգա։ Մարտի 24-ին, 1 օր առաջ, Սարգսյանը հանդիպեց նաև ռուսական դեսպանի հետ։ Պաշտոնապես հանդիպման թեման էր երկկողմ անվտանգային համագործակցություն։ Բայց դեսպանատան աղբյուրները ասում են, որ նրանք խոսեցին Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակի մասին։ Սարգսյանը ստացավ Մոսկվայի աջակցության երաշխիքը, եթե նա դառնար վարչապետ։ Այդ երաշխիքը տրվեց 1 օր առաջ, քան Մարգարյանը մահացավ։ Ինչպես կարող է մարդ ստանալ երաշխիքներ իշխանափոխության համար, երբ նրա ղեկավարը դեռ կենդանի է եւ պաշտոնում։ Վստահությունը կառուցվում է տարիներ շարունակ, բայց կարող է կործանվել մի պահի ընթացքում։
2007 տարվա մարտի 12-ին 13 օր առաջ Մարգարյանի վախճանից տեղի ունեցավ նիստ, որի մասին պաշտոնական արձանագրություններ չկան։ Մասնակիցներն էին 5-ը, Մարգարյանի ամենամտերիմ մարդիկ, ովքեր տարիներ շարունակ կիսել էին նրա գաղտնիքները։ Երբ նիստը ավարտվեց ժամը 23-ի սահմաններում, նրանցից մեկը մնաց ետ եւ կատարեց զանգ, որը փոխեց ամեն ինչ։ Այդ մարդու անունը մենք չենք կարող բացահայտել, որովհետև նա դեռ կենդանի է եւ զբաղեցնում է կարևոր պաշտոն, բայց վկան, որը լսել է այդ զանգը պատահականորեն, պատմում է բավականաչափ։ Ձայնը ցածր էր, համոզված։ Խոսակցությունը տևեց 4 րոպե։ Բառերը պարզ էին։ Նա մերժում է բուժումը։ Առավելագույնը 2 շաբաթ։ Դուք պատրաստ եք, այնպես չէ։ Հետո լռություն։ Իսկ ապա… Լավ, ես կապահով եմ անցումը, առանց աղմուկի։ 6 օրից, մարտի 18-ին, Մարգարյանը հանկարծ զգաց, որ ինչ-որ բան փոխվել է նրա շրջապատում։ Խորհրդակցությունների ժամանակ նրա ամենամտերիմ օգնականներից 3-ը սկսեցին խուսափել նրա հայացքից։ Երբ Մարգարյանը հարց էր տալիս, դրանք պատասխանում էին կարճ, անորոշ։ Երբ նա խնդրում էր խորհուրդ, նրանք ասում էին. «Ինչպես դուք որոշեք, մենք կհետևենք»։ Այս չէր նրանց սովորական վարքագիծը։ Տարիներ շարունակ նրանք վիճում էին, առաջարկում էին տարբերակներ, պաշտպանում էին իրենց տեսակետները։ Բայց հիմա նրանք պարզապես համաձայնվում էին, եւ այդ համաձայնությունը ավելի սարսափելի էր, քան ցանկացած հակասություն։ Մարտի 22-ին Մարգարյանը կանչեց իր ամենավստահելի օգնական Արամ Կարապետյանին։ Նրանք հանդիպեցին սովորական սենյակում, բայց այս անգամ Մարգարյանը փակեց դռները եւ հեռացրեց բոլոր էլեկտրոնային սարքերը։ Նա նստեց Կարապետյանի դիմաց եւ ուղիղ հարցրեց. «Ո՞վ է խոսել իմ առողջության մասին արտաքին մարդկանց հետ»։ Կարապետյանը կարմրեց, փորձեց խուսափել, բայց Մարգարյանը կտրեց. «Արամ, մենք 10 տարի շարունակ աշխատել ենք միասին։ Դու գիտես, որ ես զգում եմ, երբ ինձ ստում են։ Ասա ինձ ճշմարտությունը»։ Կարապետյանը լռեց երկար, ավելի քան 1 րոպե։ Հետո նա խոսեց, եւ նրա բառերը փոխեցին ամեն ինչ։ Նա ասաց, որ 3 շաբաթ առաջ, երբ Մարգարյանը հանդիպում էր արտասահմանյան պատվիրակությանը հետ, նրա մոտակա օգնականներից 2-ը հավաքվել էին գաղտնի խորհրդակցության։ Նրանք քննարկեցին, թե ինչ կլինի, երբ Մարգարյանը այլևս չկարողնա շարունակել իր պաշտոնը։ Ով պետք է լինի հաջորդը, ինչպես ապահովել հարթ անցումը, եւ ամենակարևորը, ինչպես պատրաստել հանրությանը այն լուրին, որը շուտով կգար։ Նրանք չէին սպանում Մարգարյանին, բայց նրանք պլանավորում էին նրա մահից հետո։ Եվ այդ պլանավորումը սկսվել էր դեռ նրա կենդանության ժամանակ։ Մարգարյանը լսում էր լուր։ Նրա դեմքը չփոխվեց, բայց ձեռքերը սեղմվեցին ամուր։ Երբ Կարապետյանը ավարտեց, նա հարցրեց միայն մեկ բան. «Ո՞վ է ղեկավարում այդ խորհրդակցությունները»։ Կարապետյանը չպատասխանեց անմիջապես։ Նա իմանում էր, որ եթե ասի այդ անունը, կխզվի վերջին կապը Մարգարյանի եւ նրա թիմի միջև։ Բայց Մարգարյանը սպասեց, եւ Կարապետյանը վերջապես ասաց. «Սերժ Սարգսյանը»։ Պաշտպանության նախարարը, մարդը, որին Մարգարյանը վստահում էր ավելի քան ցանկացած ուրիշի, արդեն պլանավորում էր նրա փոխարինումը։ Արդյոք սա դավաճանություն էր, թե պարզապես գործնական քաղաքականություն։ Արդյոք մարդիկ, ովքեր պլանակովորում էին Մարգարյանի մահից հետո, միաժամանակ փորձում էին փրկել նրա, թե ընդհակառակը, արագացնում էին նրա վերջը։ Եվ ամենակարևորը, արդյոք Մարգարյանը գիտեր այս ամենը ավելի շուտ, բայց լռում էր, որովհետև հասկանում էր, որ դա անխուսափելի էր։ Մարտի 25-ի առավոտը սկսվեց ժամը 5:35-ին։ Մարգարյանը արթնացավ շնչառության դժվարությամբ։ Նա նստեց անկողնում երկար, կարգավորելով շունչը, հետո դանդաղ ոտքի ելավ։ Կինը արթնացավ, տեսավ նրան եւ հարցրեց. «Լավ է արդյոք»։ Նա ժպտաց, ասաց. «Այո, սիրելիս»։ Բայց նրա ձայնը այնքան թույլ էր, որ գրեթե չէր լսվում։ Նա հագնվեց դանդաղ, յուրաքանչյուր շարժում ցավով։ Մազերը սանրեց 2 րոպե շարունակ, կարծես անմտորեն։ Հետո նայեց հայելուն երկար, շատ երկար։ Ժամը 6-ին նա իջավ խոհանոց։ Ընտանիքը դեռ քնած էր։ Նա կանգնեց պատուհանի մոտ, նայելով դեպի Երևանի լեռները, որտեղ արևածագը դեռ չէր սկսվել։ Նա մնաց այնտեղ 20 րոպե, անշարժ, լուռ։ Հետո վերցրեց թուղթ եւ գրիչ։ Թուղթը փոքր էր, նշատետրից պոկված։ Նա գրեց դանդաղ, հոգացությամբ, յուրաքանչյուր բառ ընտրված։ Գրեց 4 տող, կարդաց, ջնջեց մեկը, գրեց նորից։ Երբ ավարտեց, նա ծալեց թուղթը 4 անգամ եւ դրեց ձախ ներքին գրպանը։ Հենց այն գրպանը, որտեղ նա միշտ պահում էր ամենակարևոր բաները։ Հետո նա վերադարձավ վերև, հագնվեց ամբողջությամբ եւ սպասեց, մինչեւ ընտանիքը արթնանա։
Ժամը 7:30 րոպեին նա խմեց բաժակ սուրճ։ Ստամոքսը ցավում էր, բայց նա խմեց ամբողջը։ Երեխաները եկան ողջունելու։ Նա համբուրեց նրանցից յուրաքանչյուրին, երկար, շատ երկար, կարծես չէր ուզում արձակել։ Կինը նկատեց եւ հարցրեց. «Արդյոք ամեն ինչ լավ է»։ Նա պատասխանեց. «Ինչքան հնարավոր է»։ Հետո նա ելավ տնից։ Դուռը փակելիս ետ նայեց մեկ անգամ։ Նրա աչքերում արտացոլվում էր ինչ-որ բան՝ գիտակցում, հանդարտություն, վերջնականություն։ Ճանապարհին դեպի աշխատասենյակ վարորդը նկատեց, որ Մարգարյանը ավելի լուռ է, քան երբևէ։ Նա չխոսեց, պարզապես նայում էր դուրս պատուհանից։ Ձեռքը գնաց դեպի ձախ գրպանը 2 անգամ, ստուգելու համար, որ թուղթը դեռ այնտեղ է։ Երբ հասան կառավարության շենք, Մարգարյանը դուրս եկավ դանդաղ։ Քայլերը կարճ էին, զգույշ։ Ժամը 10-ին սկսվեց նիստը։ Մարգարյանը խոսեց երկրի ապագայի մասին։ Նրա ձայնը թույլ էր, բայց բառերը պարզ։ Նա ասաց. «Մենք ունենք երկար ճանապարհ դեպի առջև, եւ ես հավատում եմ, որ մեր ժողովուրդը կկարողանա հաղթահարել բոլոր դժվարությունները»։ Հետո նա հավելացրեց. «Նույնիսկ եթե մեր առաջնորդները փոխվեն, տեսլականը պետք է մնա նույնը»։ Մասնակիցները նկատեցին այս բառերը, բայց չկռահեցին դրանց իսկական իմաստը։ Ճաշից հետո Մարգարյանը վերադարձավ աշխատասենյակ։ Ժամը 1:39 էր։ Նա նստեց աթոռին, փակեց աչքերը մի պահի։ Օգնականը տեսավ եւ մոտեցավ հարցնելու. «Արդյոք ամեն ինչ լավ է»։ Մարգարյանը բացեց աչքերը եւ ասաց. «Արամ, շնորհակալ եմ քո ծառայության համար բոլոր այս տարիների ընթացքում»։ Օգնականը զարմացավ այդ խոսքերից, բայց Մարգարյանը չբացատրեց։ Ժամը 2:10 րոպեին Մարգարյանը զգաց առաջին ցավը։ Կտրուկ, սուր, ձախ կողքում։ Նա սեղմեց ձեռքը սրտին, շնչառությունը դժվարացավ։ Օգնականը տեսավ դեմքի գույնի փոփոխությունը եւ վազեց դեպի նա։ Մարգարյանը բարձրացրեց ձեռքը կանգնեցնելու համար։ Նա ուզում էր ինչ-որ բան ասել, բայց բառերը չէին գալիս։ Ձախ ձեռքը գնաց դեպի գրպանը, բռնելու համար այն թուղթը, որը գրել էր առավոտյան։ Վերջին խոսքերը, որոնք նա կարողացավ ասել, եղան. «Ես պատրաստ էի»։ Օգնականը հարցրեց. «Պատրաստ ինչի համար»։ Բայց Մարգարյանը այլևս չպատասխանեց։ Նրա գլուխը հեռացավ դեպի աջ կողմը։ Աչքերը փակվեցին։ Ձեռքը, որը բռնել էր գրպանը, դանդաղ թուլացավ։ Երբ բժիշկները հասան մի քանի րոպե անց, նրանք փորձեցին վերակենդանացում, բայց Անդրանիկ Մարգարյանի կյանքի ուղին արդեն ավարտվել էր։ Երբ շտապ օգնության բժիշկները հանեցին Մարգարյանի պիջակը, գրպանից դուրս ընկավ այն փոքրիկ թուղթը։ Մեկը բարձրացրեց այն, բացեց, կարդաց։ Հետո փոխանցեց անվտանգության ծառայության ներկայացուցչին, որը եկել էր անմիջապես։ Այդ ներկայացուցիչը կարդաց թուղթը։ Նրա դեմքը խեղվեց, եւ նա անմիջապես դրեց այն իր գրպանը։ Երբ Արամ Կարապետյանը հարցրեց ինչ էր գրված, ներկայացուցիչը պատասխանեց. «Անձնական նամակ ընտանիքին, ոչինչ կարևոր»։ Բայց դա սուտ էր։ Վկան, որը տեսավ այդ թուղթը մի վայրկյան, նախքան այն վերցվեր, հիշում է 4 տող։ Առաջին տողը իմ ժամանակը սպառվել է։ Երկրորդ տողը ես գիտեի դա։ Երրորդը եւ չորրորդը նա չկարողացավ ամբողջությամբ կարդալ, բայց տեսավ բառերը՝ ներողություն, հավատարմություն եւ ճշմարտություն։ Այդ թուղթը, որը Մարգարյանը գրել էր իր վերջին առավոտը, պարունակում էր նրա վերջին խոսքերը, բայց այն անհետացավ 1 ժամվա ընթացքում։ 2 օր անց, երբ Մարգարյանի ընտանիքը խնդրեց տեսնել այդ թուղթը, նրանց ասացին, որ այն կորել է շփոթության մեջ։ Անվտանգության ծառայության արխիվները պարունակում էին հատուկ դոսիե, անձնական իրեր AM, բայց այդ թուղթը չկար այնտեղ։ Ինչ-որ մեկը որոշել էր, որ այն չպետք է պահպանվի։ Ինչ-որ մեկը վախենում էր այն բառերից, որոնք գրել էր Մարգարյանը իր վերջին ժամերին։ Բայց թուղթը միակ բանը չէր, որ անհետացավ։ Մարգարյանի անձնական օրագիրը, որը նա պահում էր իր աշխատասենյակի անձնական սեյֆում, նույնպես բացակայում էր։ Օգնականները ասում են, որ օրագիրը կար մարտի 24-ին, նրանք տեսել էին, երբ Մարգարյանը գրում էր այնտեղ։ Բայց մարտի 26-ին, երբ սեյֆը բացվեց, օրագիրը չկար։ Ով էր մտել սեյֆ այդ 2 օրվա ընթացքում եւ ինչու էր անհրաժեշտ հեռացնել օրագիրը։ Երրորդ կորածիրը՝ բժշկական դոսիեն։ Անձնական բժիշկ Արամ Մինասյանը պահում էր Մարգարյանի ամբողջական բժշկական պատմությունը իր անձնական տանը։ Մարտի 28-ին 3 օր անց վախճանից Մինասյանի տուն մտան անհայտ մարդիկ։ Նրանք ներկայացան որպես անվտանգության ծառայության աշխատակիցներ եւ պահանջեցին բոլոր բժշկական փաստաթղթերը։ Մինասյանը հրաժարվեց, ասելով, որ դրանք պաշտպանված են բժշկական գաղտնիությամբ։ Բայց այցելուները ունեին դատական որոշում, ստորագրված բարձրագույն դատարանի դատավորի կողմից։
Մինասյանը ստիպված եղավ տալ դոսիեն, այն երբեք չվերադարձավ։ Ինչու էին այս երեք իրերը, թուղթը, օրագիրը, բժշկական դոսիեն այնքան վտանգավոր, որ պետք է անհետանային անմիջապես։ Ինչ գաղտնիքներ էին դրանք պարունակում, որոնք չպետք է տեսներ հանրությունը, ընտանիքը կամ պատմաբանները։ Մենք գիտենք միայն այն, ինչ տեսան վկաները մի քանի վայրկյան։ Բառեր, ճշմարտություն, դավաճանություն, գիտեի։ Բայց ամբողջական նախադասությունները, ամբողջական պատմությունը թաքնված է։ Կա մի տեսություն, որը շրջում է Երևանի քաղաքական շրջանակներում, բայց ոչ ոք չի համարձակվում ասել այն բարձրաձայն։ Այդ տեսությունը ասում է, որ Մարգարյանը գիտեր ոչ միայն իր մահվան օրը, այլև դրա պատճառը, որ նա գիտեր, թե ովքեր էին պլանավորում նրա փոխարինումը, եւ որ նա գրեց այդ ամենը իր վերջին թուղթում, որպես ականատեսություն։ Բայց եթե դա ճիշտ է, ապա ով է այն մարդը, ով այնքան վախենում էր այդ բառերից, որ պետք է ջնջեր ամբողջ հետքերը։ Մարգարյանի մահից 15 տարի անց այդ կորած ապացույցները մնում են խորհրդածություն։ Գուցե մի օր ինչ-որ մեկը, ով տեսել է, ով կարդացել է, ով գիտի, կխոսի։ Բայց մինչ այդ Անդրանիկ Մարգարյանի վերջին խոսքերը մնում են լռություն, թաքնված արխիվներում, որոնց մենք դեռ չունենք մուտք։ Անդրանիկ Մարգարյանի դագաղը ծածկված էր Հայաստանի դրոշով, երբ հազարավոր մարդիկ եկան հարգանքի տուրք մատուցելու։ Նրա ընտանիքը կանգնած էր լուր, աչքերը կարմիր արցունքներից։ Նրա կինը Լիլիթը բռնել էր երեխաների ձեռքերը եւ չէր լացում բարձրաձայն, բայց նրա ամբողջ մարմինը դող էր։ Նրանք չիմացան երբեք թուղթի մասին, որը նրանց ամուսինը եւ հայրը գրել էր իր վերջին առավոտը։ Անվտանգության ծառայությունը որոշեց, որ ընտանիքը պետք է պաշտպանվի հավելյալ ցավից։ Հետագա տարիներին Լիլիթը ապրեց հանգիստ, բայց երբեք լիովին չհաշտվեց։ Նրա երեխաները մեծացան առանց հոր, բայց պահպանեցին նրա հիշողությունը։ Նրանք երբեք չիմացան, թե ինչ գիտեր իրենց հայրը իր վերջին օրերին։ Նրանք երբեք չտեսան այն նամակները, որոնք նա գրել էր նրանց համար եւ խնդրել էր Լիլիթին պահել։ Այդ նամակները նույնպես անհետացան։ Մարգարյանի մոտակա շրջապատից 6-ը, ովքեր կազմում էին գաղտնի խումբը, ցրվեցին։ Երկուսը հրաժարական տվեցին անմիջապես։ Մեկը տեղափոխվեց արտերկիր։ 3-ը շարունակեցին աշխատել նոր իշխանության տակ, բայց երբեք չխոսեցին այն մասին, ինչ գիտեին։ Նրանցից մեկը, որը համաձայնեցավ անանուն հարցազրույցի, ասաց միայն. «Մենք փորձեցինք փրկել նրան, բայց նա ընտրեց այլ ճանապարհ։ Մենք պարտավոր էինք հարգել նրա ընտրությունը»։ Բժիշկ Արա Մինասյանը կորցրեց իր բժշկական լիցենզիան 3 տարի անց։ Պաշտոնական պատճառը վարչական խախտումներ, բայց նա գիտեր իսկական պատճառը։ Նա խոսել էր չափից շատ, հարցեր էր տվել, պահանջել էր իր դոսիեի վերադարձը։ Իշխանությունները որոշեցին, որ նա պետք է լռի։ Հիմա նա ապրում է քաղաքից հեռու, մի փոքրիկ գյուղում եւ մերժվում է տալ հարցազրույցներ։ Բայց նա դեռ պահպանում է իր անձնական նշումները, թաքնված որևէ տեղ, որտեղ ոչ ոք չի գտնի։ Սերժ Սարգսյանը դարձավ վարչապետ ապրիլի 4-ին, 10 օր անց Մարգարյանի վախճանից։ Նա պահպանեց իշխանությունը 11 տարի, մինչև 2018 տարվա հեղափոխությունը։ Այդ տարիների ընթացքում նա երբեք չխոսեց հրապարակայնորեն Մարգարյանի մահվան հանգամանքների մասին։ Երբ լրագրողները հարցնում էին, նա պատասխանում էր. «Անդրանիկը մեծ մարդ էր, եւ մենք պատվում ենք նրա հիշողությունը»։ Բայց նա երբեք չպատասխանեց հիմնական հարցին. գիտեր արդյոք նախապես, որ Մարգարյանը մահանալու է։ Հայաստանի քաղաքական լանդշաֆտը փոխվեց արմատապես Մարգարյանի մահից հետո։ Իշխանությունը կենտրոնացվեց մեկ ձեռքում։ Հակադիր ձայները լռեցվեցին, արխիվները փակվեցին, եւ ճշմարտությունը, այն ճշմարտությունը, որը Մարգարյանը փորձեց թողնել մեզ իր վերջին թղթում, թաղված մնաց փոշու տակ։ Բայց մի հարց մնում է, որը չի մոլորվում։ Եթե Մարգարյանը իսկապես գիտեր իր մահվան օրը, եթե նա իսկապես գրեց այդ բառերը «Ես գիտեի դա», ապա նա նաև գիտեր ավելին։ Նա գիտեր, թե ովքեր էին նրա շուրջը, ովքեր էին պլանավորում, ովքեր էին կանխորոշում իրադարձությունների ընթացքը։ Բայց որոշ գաղտնիքներ գերեզման են իջնում իրենց սեփականատերերի հետ միասին։ Եվ գուցե այդ լռությունը, այդ անպատասխան հարցերը հենց այն ուղերձն է, որը Մարգարյանը ուզում էր թողնել մեզ համար։ Որովհետև երբեմն ճշմարտությունը ավելի բարձրաձայն է լռության մեջ, քան ցանկացած խոսքում։